Դարսի հետ կապված բոլորս գիտենք դա բնական աղետ է իրականում, ամեն օրվա ռեժիմով աշխատում ենք Վրաստանի Հանրապետության իշխանությունների հետ և նաև Ռուսաստանի մեր համապատասխան գոլեգաների հետ, ես ձեզ ասեմ, ռուսաստանյան կողմը բավականին վերջի 3-4 օրը մեզ օգնեց մեր ժողովրդին ինքնաթիռով, նաև այնտեղ տեղում տրանսպորտի նախարարության կողմից Ռուսաստանի մարդիկ են գնացել, օգնել են մարդկանց ամեն ինչով։ Բացի դրանից այսօր ես խոսել եմ նույնպես Վրաստան և գիտեմ, որ աշխատանքները ընթանում են, ջրի հունը, որ 100% փոխվել էր ճանապարհի վրայով, 50% հաջողվել է վրացական իշխանություններին արդեն փոխել ջրի հունը և դրանից հետո աշխատանքները կտարվեն միայն այդ հողի, որը փակել է այդ ծավալները, որոնք իջել են սարերից փակել են ճանապարհը, արդեն աշխատանքները գնում են նրա վրա, որպեսզի հեռացնեն ճանապարհից։ Իրենց տված տվյալներով ամենաշատը և միջինը 10-14 օրում մենք Լարսի ճանապարհը կունենանք։ Բացի դրանից, դուք գիտեք, մենք բանակցություններ ենք վարում վրացական կողմի հետ, որպեսզի նաև ունենանք այլընտրանքային ճանապարհ։ Դրա հետ կապված նաև պետք է ռուսաստանյան կողմի հետ բանակցությունները վարվեն դիվանագիտական օղակներով, որպեսզի մենք հասնենք նրան, ես ինքս համոզված եմ, որ լինելու է այդ քայլը երկու իշխանությունների կողմից մեր հարևան Ռուսաստանի և Վրաստանի, որպեսզի մենք ունենանք բացի Լարսից այլընտրանքային ճանապարհ։ Ինչի նկատի ունեք, պարոն նախարար, այլընտրանքային։ Որ ճանապարհ կտան։ Որ ուղղությամբ, Աբխազիայով, Հարավային Օսիայով։ Այսօր Հարավային Օսեթիայով հնարավորություն կա, ճանապարհը լավ վիճակում է, երկու պետությունների հետ գնում են խոսակցություններ, բանակցություններ, որպեսզի գիտեք, մեզանից շատ բան կախված չի, Հայաստանից շատ բան այս առումով կախված չի, բայց բանակցություններ են վարվում, որպեսզի վրացական և ռուսական կողմերը գան համաձայնության, գոնե ժամանակավոր մենք այդ ճանապարհը բացենք։ Պարոն նախարար, հյուսիս-հարավ ճանապարհի հետ կապված։ Ինչպես Yandex-ի շուրջ մեծաղում։ Yandex Taxi։ Եվ Ջիջիի միջև դիմել է նախարարությանը լիցենզիա ստանալու համար։ Գիտեք, նախարարությունը այդ ոլորտում միայն պետք է հորդորի, որպեսզի Yandex այդ կազմակերպությունը պայմանագրեր կնքեն միայն այն տաքսիների հետ, որոնք ունեն լիցենզիաներ։ Այսօր մեզ մոտ գրանցված լիցենզիաներ ունեցող մոտ 10,000 տաքսի կա և 10,000 հատից, եթե իրանք կընտրեն և պայմանագիր կնքեն, անպայման որպեսզի ունենան լիցենզիա։ հակամերձակցային գործողությունների Հերթով կարելի է։ Հակամերձակցային գործողությունների Արդեն բողոք են բարձրաձայնում, որ Yandex Taxi-ին կվնասի Լսել եմ, հետևում եմ, օրենքով շրջանակներում ինձ թվում է, որ Yandex Taxi-ին պետք է անպայման պայմանագիր կնքի լիցենզիա ունեցող տաքսիստի հետ ու ոչ մի խնդիր չունի, իսկ ընդհանրապես այն խնդիրները, որոնք բարձրացնում են մենք մյուս տաքսիստները, ես առաջարկ եմ արել, հանդիպել եմ տաքսիստների այդ կազմակերպությունների ղեկավարների հետ և որոշում ենք կայացել, որպեսզի կազմենք մի հատ իրավաբանական կոնկրետ խումբ կառավարության և իրենց միջև, թող մանրամասը քննարկեն, ունենանք մենք, եթե ընդունել ենք օրենք, որը ոչ չի գոհացնում մի մաս տաքսիստներին, որովհետև ես ձեզ ասեմ, 10,000 տաքսիստի, որոնք այսօր լիցենզիա ունեն, դա գոհացնում է և աշխատում են։ Եթե կան հակասություններ, եկեք օրենք, աշխատենք նոր օրենքի վրա, այդ օրենքը դնենք, թող հասարակությունը ընդունի։ Ինձ թվում է այս ոլորտում մենք պետք է այլ քայլ անենք, ընդհանրապես ներկայացնենք հասարակությանը մեր նոր օրենքը, երբ որ մոտ գոնե 80-90% կընդունվի բոլորի կողմից և տաքսիստների և ժողովրդի կողմից, կարելի է դիմել ազգային ժողով և օրենքի փոփոխություն անել։ Ես առաջարկել եմ, որպեսզի իրանք ներկայացուցիչներ տան և օրենքի մշակենք, աշխատենք
Որովհետև օրենքը, երբ որ մենք աշխատում ենք, հասցնում ենք իր նպատակին, օրենքը ազգային ժողովով, երբ որ արդեն ընդունվում է, դրանից հետո միշտ կան մարդիկ, որոնք օրենքի դեմ բողոքում են։